Ռեկորդային ջրհեղեղները կրկին պատուհասում են Իսպանիային։ Հսկայական ջերմային անոմալիա Խաղաղ օվկիանոսում։ Աննախադեպ ջրհեղեղ Պանամայի ծոցում։ Ալյասկային հարվածել է այս լայնությունների համար չափազանց հազվադեպ երևույթ։ Այն, ինչ թաքնված է այս բոլոր բնական անոմալիաների հետևում, բացարձակապես յուրաքանչյուր մարդ ունի երկրի վրա։ Սա է այն, ինչ մենք կքննարկենք այսօրվա թողարկման մեջ։ ԱՄՆ Հոկտեմբերի 12-ի գիշերը Հալոնգ թայֆունի մնացորդները հարվածեցին Ալյասկայի արևմտյան ափին, մինչև ժամում 170 կմ արագությամբ փոթորկի նման քամիներով։ Ռեկորդային փոթորկային ալիքը, որը որոշ տեղերում նորմայից 2 մետրով բարձր էր, ծածկեց Կուսկոկվիմ գետի դելտան և Բերինգի նեղուցից հարավ գտնվող գյուղերը։ Ափամերձ բնիկ համայնքները ամենաշատը տուժեցին։ Այդ գիշեր շատ բնակիչներ հայտնվեցին սառցե ջրի մեջ, կառչելով ցանկացած առարկայից ջրի վրա մնալու համար։ Առնվազն 8 տուն պոկվեց հիմքից և քշվեց մոլեգնող հոսանքի կողմից։ Մարդիկ, ովքեր գտնվում էին այդ շենքերում, չեն կարողացել հասկանալ, թե որտեղ է հայտնվել իրենց տունը և փորձել են օգնություն կանչել։ Որոնողական փրկարարական աշխատանքները սկսվեցին արևածագին, երբ փոթորիկը հանդարտվեց։ Մարդկանց փրկեցին տանիքներից, օգտագործելով ուղղաթիռներ։ Փոթորիկը խափանեց էլեկտրաէներգիայի և կոյուղու ցանցերը հսկայական տարածքում, և վնասվեցին նաև հիմնական ճանապարհներն ու տարածաշրջանային օդանավակայանները։ Մուտքը ամբողջ տարածաշրջանի ափամերձ համայնքներ հնարավոր էր միայն փոքր ինքնաթիռներով կամ նավակներով։ Կվիգիլինգոկ համայնքում 1 մարդ մահացավ, իսկ 2-ը անհետ կորած են համարվում։ Այս հազվագյուտ եղանակային իրադարձությունը ցույց է տալիս արկտիկական փոթորիկների փոփոխվող բնույթը։ Արևադարձային ցիկլոնների մնացորդները, որոնք սնուցվում են ամբնականորեն տաք օվկիանոսային ջրերի էներգիայով, ավելի խորն են թափանցում տարածաշրջան։ Օրինակ, Խաղաղ օվկիանոսում զարգացել է հզոր և երկարատև ծովային ջերմային ալիք, որը ծածկել է մոտ 8000 կիլոմետր, Ճապոնիայից մինչև Միացյալ Նահանգների արևմտյան ափը։ Հոկտեմբերին տաքացված ջրի այս տարածքը հայտնվել է Հալոնգ թայֆունի ճանապարհին, որը թուլանում էր։ Արդյունքում, թայֆունի մնացորդները բավարար էներգիա են ստացել հզոր էքստրատրոպիկ ցիկլոնի վերափոխվելու և Ալյասկայի հեռավոր շրջաններ հասնելու համար, որտեղ դրանք ավերածություններ են առաջացրել և սպառնացել են մարդկային կյանքին։ Հարկ է նշել, որ NOAA-ի տվյալներով, Հյուսիսային Խաղաղ օվկիանոսը վերջին տասնամյակում տաքացել է երկրի վրա գտնվող ցանկացած օվկիանոսային ավազանի ամենաարագ տեմպերով։ Մեքսիկա Անսովոր ուժեղ անձրևային սեզոնի ավարտը համընկավ Մեքսիկայի արևմտյան ափով 2 արևադարձային փոթորիկների անցնելու հետ։ Արդյունքում, հոկտեմբերի 6-ից սկսած, երկիրը ենթարկվեց ռեկորդային տեղատարապ անձրևների հարվածին։ Գետերը դուրս եկան ափերից, և ջուրը լցվեց քաղաքներ ու գյուղեր։ Սողանքները և ջրհեղեղները կտրեցին ավելի քան 300 համայնքներ կենտրոնական և արևելյան Մեքսիկայում։ Փոթորիկը ավերեց տներ, վնասեց մոտ 1000 կիլոմետր ճանապարհներ և ավելի քան 380 000 մարդ թողեց առանց էլեկտրաէներգիայի և կապի։ Վերակրուս նահանգում տեղ-տեղ տեղացին մինչև 540 մմ տեղումներ, ինչի հետևանքով Կասոնես գետի մակարդակը բարձրացավ մինչև ռեկորդային մակարդակ։ Հոկտեմբերի 10-ի լուսաբացին ջուրը լցվեց Պոսա Ռիկա քաղաք, ողողելով փողոցները։ Ջրհեղեղի մասին նախազգուշացումներ չեն տրվել։ Ցածրադիր տարածքների բնակիչները, որտեղ ջրի մակարդակը բարձրացել էր ավելի քան 4 մետր, հայտնել են, որ լսել են մոտեցող ջրի ձայնը իրենց տներին հարվածելուց մի քանի րոպե առաջ։ Մեքենաները քշվել էին մոլեգնող հոսանքների կողմից, և մարդիկ ապաստան էին փնտրում շենքերի տանիքներին։ Ցավոք, շատերը չեն փրկվել։ Տասնյակ բժշկական հաստատություններ վնասվել են ամբողջ նահանգում։ Ջուրը ոչնչացրել է բոլոր սարքավորումները, իսկ անձնակազմը վիրավորներին փորձել է բուժել դրսում։ Պուեբլա նահանգում տուժել է 88 000 մարդ։ Հորդառատ անձրևները վնասել են 16 000 շենք և փլուզել 7 կամուրջ։ Աննախադեպ անձրևները 4 նահանգներում առաջացրել են առնվազն 340 սողանք և ցեխային հոսքեր։ Քերետարոյում 6-ամյա տղա է մահացել սողանքի պատճառով։ Իդալգո նահանգում ավելի քան 300 դպրոց և մոտ 60 առողջապահական հաստատություն ավերվել կամ ջրհեղեղի են ենթարկվել։ Երկրում 64 մարդ է մահացել, տասնյակները մնում են անհետ կորած, և իշխանությունները զգուշացրել են, որ ավերածությունների ճշգրիտ ծավալը և զոհերի թիվը, մասնավորապես փոքր, հեռավոր քաղաքներում, դեռևս անհայտ են։ Իսպանիա Սկսած հոկտեմբերի 9-ից Իսպանիայի արևելյան ափը ենթարկվեց սեզոնի առաջին անվանական փոթորկի՝ Ալիսիի հարվածին։ Այն սկզբում հարվածեց Մուրսիայի շրջանին։ Այնուհետև, շարժվելով դեպի հյուսիս, հարվածեց Վալենսիային և Կատալոնիային և հասավ Բալեարյան կղզիներ։ Անձրևները հասան պատմական առավելագույնի։
Առավելագույն տեղատարափը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին, երբ Կարկայսենթ համայնքում 1 ժամվա ընթացքում տեղաց մինչև 110 մմ անձրև, իսկ 13-ին Կոլումբրետես կղզիներում գրանցվեց ռեկորդային 325 մմ անձրև։ Ջուրը ողողեց փողոցները, նկուղները և շենքերի առաջին հարկերը բազմաթիվ քաղաքներում։ Մոտ 400 մարդ տարանվեց, և հարյուրավոր փրկարարական գործողություններ իրականացվեցին հեղեղված մեքենաներից և տներից։ Գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կրեց։ Վալենսիայում ջրհեղեղի ենթարկվեցին ավելի քան 500 հեկտար բրնձի դաշտեր։ Մուրսիայում և Կատալոնիայում վնասվել են այգեգործական մշակաբույսերը և ֆերմաները, որոշ բերքը ամբողջությամբ կորել է։ Տրանսպորտային ենթակառուցվածքները լայնածավալ խափանումների են ենթարկվել։ Փակվել են հիմնական ճանապարհները, այդ թվում AP7 միջերկրածովյան մայրուղին, իսկ Բարսելոնայի և Վալենսիայի միջև գնացքների երթևեկությունը խափանվել է։ Հոկտեմբերի 11-ին Իբիցայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է թռիչքուղու և տերմինալի հեղեղման պատճառով։ Նույն օրը Պալմա դե Մալյորկա օդանավակայանում չեղարկվել է 19 չվերթ։ Փոթորկի ուժգնության պատճառով վիրավորվել է 18 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Ճապոնիա։ Հոկտեմբերի 9-ին հզոր Հալոնգ թայֆունը հարվածեց Ճապոնիայի Իզու կղզիներին, բերելով ուժեղ քամիներ, ռեկորդային տեղումներ և վտանգավոր ալիքներ։ Հաչիջո կղզին հատկապես ծանր հարված ստացավ։ Քամու արագությունը հասավ վայրկյանում գրեթե 55 մետրի, իսկ պոռթկումները մինչև վայրկյանում 70 մետրի, ինչը համարժեք է 3-րդ կատեգորիայի արևադարձային փոթորկի։ Սա 20 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ այստեղ դիտվում են վայրկյանում 50 մետրը գերազանցող քամու պոռթկումներ։ Կղզում ընդամենը 1 օրում տեղացել են պատմական տեղումներ, որոնք սահմանել են տարածաշրջանի բոլոր ժամանակների ռեկորդը։ Հարյուրավոր բնակիչներ ստիպված են եղել ապաստան գտնել տարհանման կենտրոններում։ Փոթորիկը վնասել է շենքերը, պոկել տանիքները և տապալել ծառերը կղզում, փակելով ճանապարհները։ Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային հիմնական աղբյուրները վնասող սողանքների պատճառով զգալի թվով տնային տնտեսություններ մի քանի օր մնացել են առանց ջրի։ Հալոնգը լայնածավալ խափանումներ է առաջացրել երկրի նավագնացության մեջ։ Տոկիոյի նավահանգստի փակվելուց հետո հազարավոր ուղևորներ տեղափոխող հսկա զբոսանավը ստիպված էր մնալ ծովում և 2 օրով հետաձգել իր ժամանումը։ Խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Օիսո քաղաքում ձկնորսության ժամանակ ալիքները քշել են 3 տղամարդու, որոնցից մեկը մահացել է։ Ֆիլիպիններ։ Հոկտեմբերի 10-ին 2 հզոր երկրաշարժեր ցնցեցին Ֆիլիպինների հարավը, հերթական փորձությունը բերելով երկրին, որը վերջերս տուժել էր 6.10 մագնիտուդով ավերիչ սեյսմիկ իրադարձությունից և մի քանի թայֆուններից։ Առաջին ցնցումը, որի ուժգնությունը 7.4 բալ էր, տեղի ունեցավ Խաղաղ օվկիանոսում, Մանայ քաղաքի մոտակայքում։ Իշխանությունները ցունամիի մասին նախազգուշացում տվեցին էպիկենտրոնից մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ափամերձ գծերի համար։ Ափամերձ շրջանների հազարավոր մարդիկ տարհանվել են բարձրադիր վայրեր։ Ցնցումները զգացվել են Մինդանաո կղզու տասնյակ քաղաքներում։ Մեքենաները ուժգին տատանվել են փողոցներում, և մարդիկ խուճապահար լքել են իրենց տները։ Ճաքեր են առաջացել մի քանի շենքերի պատերին, այդ թվում Դավաոյի միջազգային օդանավակայանում։ Մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրաէներգիան, վնասվել են ճանապարհները, կամուրջները և էլեկտրահաղորդման գծերը։ Դպրոցները անմիջապես տարհանվել են, և մեկ դպրոցից 50 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, կապտուկներով, ուշագնացությամբ և գլխապտույտով։ Մոտ 10 ժամ անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, 6.8 մագնիտուդով։ Սեյսմիկ իրադարձությունը սրեց հետցնցումները և առաջացրեց հետագա ավերածություններ արդեն տուժած տարածքներում։ Երկու երկրաշարժերից հետո գրեթե 2 օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 1100 հետցնցում։ Զոհվեց 8 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին։ Ադրբեջան։ Հոկտեմբերի 11-ին ժայթքեց մոլորակի ամենահայտնի կեղտոտ հրաբուխներից մեկը, Օթման Բոզդաղը, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտ։ Իրադարձությունը տևեց մոտ 40 րոպե և ուղեկցվեց գազի և ցեխի հզոր արտանետմամբ։ Ժայթքման օջախի խորությունը մոտավորապես 4 կիլոմետր էր։ Ականատեսները հայտնել են, որ խառնարանից սկզբում բոցի սյուն է ժայթքել, որին հաջորդել է խիտ ծուխ։ Մասնագետները գնահատում են, որ մթնոլորտ է արտանետվել մինչև 60,000 խորանարդ մետր ցեխային բրեկչիա։ Մակերեսին մնացել են թարմ ջաքեր և կարծրացած կավի փոքր հոսքեր։ Հարկ է նշել, որ Օթման Բոզդաղի ժայթքումները նախկինում շատ ավելի հազվադեպ էին լինում, տեղի էին ունենում տասնամյակներ տևող ընդմիջումներով։
Սակայն վերջին 9 տարիների ընթացքում եղել են 3-ը։ Օվկիանոսային անոմալիաներ։ Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում Չինաստանի և Հարավային Կորեայի ափամերձ ջրերում ձևավորվել է ևս մեկ ծովային ջերմային ալիք։ Հոկտեմբերի առաջին կեսին այնտեղ ջրի ջերմաստիճանը գերազանցել է նորմալ 4-ից 5 աստիճանով։ NOAA-ի դասակարգման համաձայն, սա համապատասխանում է 4-րդ կատեգորիայի ծայրահեղ ջերմային ալիքի։ Օվկիանոսի մակերևույթի տաքացման նման անոմալ գոտիներ դիտվել են ամբողջ աշխարհում վերջին 2 տասնամյակների ընթացքում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծովային ջերմային ալիքները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ, որոնց գլոբալ տարեկան միջին հաճախականությունը և տևողությունը համապատասխանաբար աճում են 34 և 17%-ով, և նույնիսկ սառը ջրերում գրանցվում են ծովային ջերմային ալիքներ։ Օրինակ, Արկտիկայում 2007 թվականից մինչև 2021 թվականը գրանցվել է 11 ջերմային ալիք, որոնցից մեկը տևել է 103 օր, +4 աստիճան Ցելսիուս անոմալիայով։ Այս վտանգավոր իրադարձությունները ներկայումս գործնականում անկանխատեսելի են և ունեն ավերիչ ազդեցություն էկոհամակարգերի վրա, առաջացնելով բուստախութերի գունաթափում, ծովային օրգանիզմների զանգվածային մահացություն և տեղական տեսակների կազմի փոփոխություններ։ Օվկիանոսի տարեկան անխափան գործունեության մեկ այլ խանգարում տեղի ունեցավ Պանամայի ծոցում։ Տարածաշրջանի սեզոնային վերելքի համակարգը հուսալիորեն ապահովել է զով, սննդարար նյութերով հարուստ ջրեր առնվազն 40 տարի, որոնք խթանվել են հյուսիսային պասիվ քամիների կողմից։ Այս գործընթացը տեղի է ունեցել ուշագրավ կանխատեսելիությամբ։ Պատմականորեն այն սկսվել է հունվարի 20-ին ու տևել է 66 օր և հասել է մոտ 19 աստիճան Ցելսիուս նվազագույն ջերմաստիճանի։ Սակայն 2025 թվականին տեղի ունեցավ սեզոնային վերելքի անոմալ խանգարում։ Պանամայի ծոցի ափամերձ ջրերը սկսեցին սառչել սովորականից 42 օր ուշ, և դրանց նվազագույն ջերմաստիճանը իջավ ընդամենը մինչև 23.3 աստիճան Ցելսիուսի։ Ավելին, սեզոնի ընթացքում ցուրտ օրերի թիվը 82%-ով ցածր էր պատմական գրանցումներից։ Ավելի բարձրացող քամու այս աննախադեպ ճնշումը լրջորեն խաթարեց էկոհամակարգի բնականոն ցիկլը։ Մասնագետները ենթադրում են, որ խաթարումը կապված է քամու ուղղության փոփոխությունների հետ, սակայն ճշգրիտ պատճառները մնում են անհասկանալի։ Հատկապես մտահոգիչ է հարցը, արդյոք 2025 թվականի դեպքը մեկուսացված դեպք էր, թե ալեկոծման խախտումների նոր միտման սկիզբ։ Օվկիանոսի էկոհամակարգերը, ինչպես բարդ ժամացույցի մեխանիզմները, պահպանում են երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ նուրբ հավասարակշռությունը, սակայն այսօր համաշխարհային օվկիանոսը գտնվում է փլուզման եզրին, քանի որ նրա ջրերը լցված են մեզ բոլորիս ծանոթ նյութով, պլաստիկով, ավելի ճշգրիտ, միկրո և նանոմասնիկներով, որոնց մեջ այն քայքայվում է արևի և աղի ջրի ազդեցության տակ։ Այս սինթետիկ մասնիկների կուտակումը ջրային հաստույթում փոխում է դրա ջերմահաղորդունակությունը, բառացիորեն օվկիանոսում ավելորդ ջերմությունը որսալով, արդյունքում բնական ջերմափոխանակությունը խաթարվում է, կերտաքացումը մեծանում է, և ստեղծվում է վտանգավոր արատավոր շրջան։ Գեոդինամիկ ակտիվությունը տաքացնում է օվկիանոսը, տաքացումը արագացնում է պլաստիկի քայքայումը, իսկ դրա միկրոմասնիկները ավելի են խոչընդոտում ջերմափոխանակումը, արագացնելով գլոբալ տաքացումը։ Այսպիսով, օվկիանոսի գերտաքացումը ոչ միայն համաշխարհային օվկիանոսում տարբեր ջերմային անոմալիաների պատճառն է, այլև կլիմայական և գեոդինամիկական կատակլիզմների հիմնական խթանիչը, որոնք մենք այսօր դիտարկում ենք մոլորակի վրա։ Կլիմայական աղետների դինամիկային նայելով պարզ է դառնում, որ այս հիմնական գործոնն ուսումնասիրելու ժամանակը սպառվում է, և այն պայմանները, որոնցում պետք է իրականացվեն հետազոտությունները, արագորեն կվատթարանան։ Կլիման կոչնչացնի լաբորատորիաները, գիտական ինստիտուտները, սարքավորումները և նույնիսկ այն մարդկանց, ովքեր ունակ են մարդկության համար կարևորագույն հայտնագործություններ անել։ Հետևաբար, հասարակությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան աշխարհի տարբեր ծայրերից գիտնականներին բացահայտ համագործակցել, ազատորեն փոխանակել գիտելիքները և միասին աշխատել մարդկության բարօրության, նրա գոյատևման համար։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների միջև երկարատև համաշխարհային խաղաղություն։ Միայն նման պայմաններում մենք կկարողանանք իսկապես դիմակայել և հաղթահարել կլիմայական ճգնաժամը։